Տեսանյութերի այս շարքը ներկայացնում է լաբորատոր սարքավորումներ ու նյութեր և դրանց կիրառմամբ լաբորատոր աշխատանքներ թվային գիրագիտություն և համակարգչային գիտություն, ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն, կենսաբանություն առարկաներից։ Աշխատանքն իրականացվել է Համաշխարհային բանկի կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում վարկային ծրագրի շրջանակներում, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կրթական ծրագրերի կենտրոնի պատվերով, զանգահրատարակչության և Բարսարդ ընկերության հետ համագործակցությամբ։ Ողջույն։ Այս լաբորատոր աշխատանքի ընթացքում մենք գործնականորեն կիրականացնենք թթվահիմնային տիտրում։ Թթվահիմնային տիտրման միջոցով կորոշենք նատրիումի հիդրոքսիդի լուծույթի մոլային կոնցենտրացիան։ Նատրիում OH-ի լուծույթի մոլային կոնցենտրացիան որոշելու համար կիրականացնենք քանակական վերլուծություն։ Տիտրումը քանակական վերլուծության մեթոդ է, որի ընթացքում հայտնի կոնցենտրացիայով լուծույթը աստիճանաբար ավելացվում է անհայտ կոնցենտրացիայով լուծույթին այնքան ժամանակ, մինչև վրա հասնի համարժեքության կետը։ Համարժեքության կետում փոխազդում են ելանյութերի քիմիապես համարժեք քանակներ։ Համարժեքության կետում փոխազդող ելանյութերի քանակները համապատասխանում են ռեակցիայի հավասարման մեջ նրանց քանակաչափական գործակիցներին։ Տեղի է ունենում չեզոքացում։ Մենք այսօր անհայտ կոնցենտրացիայով նատրիումի հիդրոքսիդի լուծույթը կչեզոքացնենք հայտնի կոնցենտրացիայով աղաթթվի լուծույթով և օգտվելով աղաթթվի մոլային կոնցենտրացիայի արժեքից կհաշվենք լուծույթում նատրիումի հիդրոքսիդի մոլային կոնցենտրացիայի արժեքը։ Ավելի ճիշտ, փորձնական ճանապարհով կհաստատենք մեր տեսական հաշվարկը։ Տիտրման ընթացքում համարժեքության պահը որոշելու համար կօգտագործենք ցուցիչ, որը փոխում է գույնը այն պահին, երբ թթվի և հիմքի քանակները դառնում են համարժեք։ Այն պահը, որտեղ հայտանյութը փոխում է իր գույնը, տիտրումը դադարեցվում է։ Այդ պահը վերջնակետն է։ Մոլային կոնցենտրացիան ցույց է տալիս, թե քանի մոլ նյութ կա 1 լիտր լուծույթում։ Այն հաշվում ենք C-ն հավասար է N-ը բաժանած V բանաձևով, որտեղ C-ն մոլային կոնցենտրացիան է, N-ը նյութաքանակը, իսկ V-ն լուծույթի ծավալն է։ Լուծված նյութի մոլային կոնցենտրացիան լուծված նյութի մոլերի քանակն է 1 լիտր լուծույթում։ Այս փորձի արդյունքում կպարզենք նատրիումի հիդրոքսիդի լուծույթի կոնցենտրացիան, օգտվելով աղաթթվի լուծույթի հայտնի կոնցենտրացիայից։ Փորձն իրականացնելու համար մեզ անհրաժեշտ են մետաղյա կալան թաթով, թվային կշերք, բյուրետ, Էրլենմեյերի կոլբ, չափիչ գլան, խառնիչ, ապակե ձող, քիմիական բաժակներ, ներարկիչ 20 մլ ծավալով, ծավալը ճշգրիտ չափելու համար, կաթոցիչ, ձագար, լվացման շիշ, աղյուսակ, սպիտակ թուղթ և գրիչ։ 100 մլ նատրիում OH-ի 0,1 մոլար լուծույթ, որը մենք պայմանականորեն կհամարենք որպես անհայտ կոնցենտրացիայով լուծույթ։ 120 մլ H քլորի 0,3 մոլար լուծույթ, որը կլինի մեր հայտնի կոնցենտրացիայով լուծույթը։ Թորած ջուր։ Կարմիր կաղամբի հյութ։ Կիրառելու ենք ռեակցիայի վերջնակետը ֆիքսելու համար։ Հագնել խալաթ, ռետինե ձեռնոցներ և դնել ակնոց։ Թթուների և ալկալիների լուծույթների հետ աշխատել զգույշ, մաշկին թափվելու դեպքում լվանալ առատ հոսող ջրով, բացառությամբ ծծմբական թթվի, որը ջրի հետ փոխազդում է անջատելով մեծ քանակությամբ ջերմություն։ Թթուների դեպքում մաշկը լվանալ օճառով, այնուհետև մշակել սոդայի կամ ամոնիումի հիդրոքսիդի նոսր լուծույթներով։ Հիմքերի դեպքում առատ ջրով լվացվելուց հետո մաշկը մշակել բորաթթվի կամ քացախաթթվի նոսր լուծույթներով։ Փորձի ստացված թափոնները տեղափոխել նախատեսված տարաների մեջ։ Փորձը ավարտելուց հետո ձեռքերը լվանալ օճառով։ Նախքան փորձը սկսելը պատրաստենք 100 մլ նատրիում OH-ի 0,1 մոլար կոնցենտրացիայով լուծույթ։ Կշռենք մոտ 0,4 գրամ նատրիում հիդրոքսիդ, լցնենք քիմիական բաժակի մեջ և ավելացնենք մոտ 40 մլ թորած ջուր։ Խառնենք մինչև լավ լուծվի։ Նատրիում OH-ի լուծման ժամանակ ջերմություն է անջատվում։ Պետք է խուսափել մեծ քանակով ջուր միանգամից ավելացնելուց։ Ավելացնենք այնքան թորած ջուր, մինչև լուծույթը դառնա 100 մլ։
մագնշենք նատրիում OH x մոլ լիտր։ Հիմա պատրաստենք աղաթթվի լուծույթը։ Քիմիական բաժակի մեջ լցնենք մոտ 100 մլ թորած ջուր։ Չափիչ պիպետով վերցնենք 3 մլ կոնցենտրացված 37% H քլոր։ Դանդաղ լցնենք այն ջրի մեջ, խառնելով ապակե ձողով։ Հակառակն անել չի կարելի։ Լրացնենք թորած ջրով մինչև 120 մլ ընդհանուր ծավալ։ Փակենք լուծույթը եւ մագնշենք H քլոր 0.3 մոլ լիտր։ Պատրաստենք նաեւ կարմիր կաղամբի հյութը։ Վերցնենք մի քանի թերթ կարմիր կաղամբ, մանր կտրատենք, ավելացնենք այնքան ջուր, որ ծածկի եւ եփենք 5-ից 10 րոպե։ Սառեցնենք եւ քամենք հեղուկը, պահենք փակ տարայում, մագնշենք կաղամբի եփուկ։ Հիմա արդեն անցնենք հիմնական փորձին։ Բյուրետն ամրացնենք կալանին եւ լվանանք 2 անգամ թորած ջրով։ Բյուրետի մեջ ձագարի օգնությամբ լցնենք աղաթթվի 0.3 մոլար ստանդարտ լուծույթը։ Չափման սխալից խուսափելու համար բյուրետի մեջ լցված աղաթթվի լուծույթի մենիսկի ստորին եզրը ճշգրտորեն հավասարեցնենք 0.00 մլ սանդղականիշին։ Գրանցենք բյուրետի ցուցանիշը մոտ 0.05 մլ ճշտությամբ։ Չափիչ գլանով 20 մլ նատրիում OH-ի լուծույթ լցնենք մաքուր կոլբի մեջ եւ ավելացնենք 3 մլ կաղամբի եփուկ։ Բյուրետից H քլորի լուծույթը կաթիլներով ավելացնենք նատրիում OH-ի լուծույթին, անընդհատ խառնիչով խառնելով լուծույթը, շրջանաձև շարժումներով, հետևելով գունային կանաչավուն մանուշակագույն փոփոխություններին։ Ահա մանուշակագույնը կայունացավ, սա կլինի համարժեքության պահը։ Փակում ենք ծորակը եւ գրանցում բյուրետի ցուցանիշը։ Կրկնենք փորձը եւս մեկ անգամ, նախապես թորած ջրով լվանալով կոլբը։ Ամեն անգամ աղաթթվի ծավալային տվյալները գրանցենք աղյուսակում։ Փորձերն ավարտեցինք։ Հաշվի առնելով անվտանգության բոլոր կանոնները, կարգի բերենք աշխատասեղանը եւ անցնենք տվյալների մշակմանն ու վերլուծությանը։ Հաշվենք նատրիում OH-ի լուծույթի մոլային կոնցենտրացիան յուրաքանչյուր տիտրման համար։ Հաշվենք նատրիումի հիդրոքսիդի լուծույթի 3 փորձերի ստացված մոլային կոնցենտրացիայի միջին արժեքը եւ լրացնենք աղյուսակում։ Ահա եւ արդյունքը։ Լաբորատոր աշխատանքով մեզ հաջողվեց փորձարարական ճանապարհով որոշել նատրիումի հիդրոքսիդի լուծույթի մոլային կոնցենտրացիան, օգտագործելով ստանդարտ աղաթթվի լուծույթ եւ թթվահիմնային տիտրման մեթոդ։ Միջին հաշվով ստացվեց 0.131 մոլ լիտր, որը շատ մոտ է լուծույթի պատրաստման ժամանակ նախատեսված արժեքին 0.1 մոլ լիտրին։ Շեղումն ընդունելի է։ Ընդունելի շեղման հիմնական պատճառը կարող է լինել չափումների ընթացքում օգտագործված լուծույթների ծավալների կամ կոնցենտրացիաների փոքր շեղումները։ Բացի այդ, վերջնակետի որոշման պահին գույնի փոփոխության ուշ կամ վաղ արձագանքումը կարող է հանգեցնել հաշվարկված կոնցենտրացիայի տարբերությանը։ Կաղամբի հյութի գույնի փոփոխությունը հնարավորություն տվեց սահմանել տիտրման վերջնակետը։
Ստացված արդյունքները համընկնում են տեսական հաշվարկների հետ և ցույց են տալիս, որ մեթոդը հուսալի է պարզ բազային լուծույթների մոլային կոնցենտրացիան որոշելու համար։ Շնորհակալություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութում։